Դեռևս հնագույն ժամանակներից կտավատի սերմերը հայտնի են իրենց օգտակար հատկություններով։ Ընդհանրապես կտավատի, քունջութի կամ այլ սերմերին նայելիս անհավատալի է, որ այսքան փոքր հատիկներում կարող են լինել այսքան մեծ օգտակար հատկություններ։ Ժամանակակից տերմիններով ասված, սերմերը դասվում են սուպերֆուդերի շարքին, որոնք հիմնականում բուսական ծագման մթերքների խումբ են, որոնք շատ սննդարար և օգտակար են առողջության համար։ Կտավատը և դեղ է, և դիետիկ մթերք, և անփոխարինելի կոսմետիկ միջոց։ Կտավատի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամիններ և հանքային նյութեր։ A, E, B վիտամինների հիանալի աղբյուր են, պարունակում են բանանից 7 անգամ ավել կալիում։ Կտավատի սերմը պարունակում է 3 տեսակի չհագեցված ճարպաթթուներ՝ օմեգա 3, օմեգա 6 և օմեգա 9։ Դրանք երեքն էլ շատ կարևոր են օրգանիզմի համար։ Չհագեցված ճարպերը և F վիտամինը, որով նույնպես հարուստ է կտավատի սերմը, նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի և արյան բարձր ճնշման իջեցմանը։ Այդ պատճառով էլ կտավատի սերմերը օգտագործում են աթերոսկլերոզի, ինսուլտի, ինֆարկտի, տրոմբոզների և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների կանխարգելման ժամանակ։ Կտավատի սերմերի մեջ եղած հակաօքսիդանտները օժտված են հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններով։ Հատկապես փոքր երեխաներ ունեցող մայրերը կարող են իմանալ, որ կտավատը նաև հայտնի է որպես հակամակաբուծային հզոր մթերք։ Կտավատի սերմերի եփուկը ոչնչացնում է բոլոր տեսակի մակաբույծներին բացի ասկարիդից։ Կտավատի սերմերի եփուկով նաև բուժում են բշտերը, այրվածքները, բերանի խոռոչի և կոկորդի զանազան բորբոքումները։ Այն նաև լավ փափկեցնում է չորհազը։ Կտավատը նաև օգտագործում են որպես լավ նիհարեցնող միջոց, բայց օգտագործելիս պետք է հաշվի առնել, որ այն արագացնում է աղիների աշխատանքը։ Եվ կարող է հարց առաջանալ՝ ինչպես օգտագործել կտավատի սերմերը։ Ամենահեշտ եղանակը դրանք սննդի մեջ կիրառելն է, հարկ է ուտել օրական 5 գրամ։ Կտավատի սերմերի օգտագործման հաջորդ ամենատարածված տարբերակը դա թուրմն է։ Հարկավոր է 1 գրամ կտավատի սերմերի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր և թողնել, որ երկար ժամանակ այն թրմվի։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։